Ինչա փչացած։ Վայրեվի հագը պիցայի մոտ է։ Մերի, Անիկան ասկին ոնցի կանելու բերը։ Չգիտեմ։ Մամա։ Ու ես խախտվերա։ Ողջույն մեզ շատ սիրելի հետևորդներ։ Այսօրվա կադրերը, որը որ տեղադրել եմ, իրականում շատ ուշ եմ տեղադրում, որովհետև անդադ չէի կարողանում տրամադրվել եւ այս հոլովակը պատրաստել, բայց քանի որ կադրերը շատ հետաքրքիր էին Լեոյի կատարմամբ, որոշեցի անպայման թեկուզ ուշացումով փոփոխություններ անել, մոնտաժել եւ տեղադրել։ Ինչ ես մտածում, Լեա։ Ովքեր մեզ հետևում են, կհիշեմ, որ մի հոլովակ էի տեղադրել, որտեղ ցույց էի տալիս, որ Լեոն լողի էր գնացել, որից հետո սկսվեց նախազատկային դպրոցական արձակուրդները։ Այս անգամ Լեոն հայրիկի հետ գնում է Մարիոն նայելու, Սուպեր Մարիոն։ Ինքնուրույն մարդ։ Չէ, կյան։ Ինչ ես ուզում, կյան։ Այսօրը փչացել էր մոլի վերելակը ու անվտանգության աշխատակիցը ասաց, որ կօգնի Նարեկին, որ անին բարձրացնեն մանկասայլակով վերև ու Լեոն, ինչպես տեսնում եք, շատ անհամբեր սպասում է քույրիկը երբ է գալու։ Իհարկե ես եւ Անին սպասեցինք, մենք չմտանք ներս, որ մենք էլ նայենք Սուպեր Մարիոն, բայց Նարեկն ասաց, որ շատ բուռն է եղել այդ ողջ process-ը, որովհետեւ Լեոն անընդհատ բարձրացե իջե, չգիտեմ, ջուր ա ուզել մի խոսքով անդադար իր ցանկություններով Լեոս։ Ու ես իր ամենասիրած տեղն է, նոր է վերանորոգել ու կա հատուկ մանկական զուգարան, որտեղ Լեոն միշտ գալիս է։ Այդտեղ կասել փոքրերի համար նախատեսված զուգարան։ Մաքրվեց կյանք։ Հա, հեսա։ Ապրես տղես։ Լեոն փոքր տարիքից շատ ինքնուրույն ու մաքրասեր է։ Հիմա 3-4 տարեկաններին բնորոշ կամակոր փուլի մեջ է, բայց ստեղ դրա մասին լրիվ մոռանում։ Լեոն պապայի հետ գնում է կինո նայելու։ Պարագայում փորձում է գա ու տեղ լվացվի։ Ադի բուդի։ Ադու ուտելու է։ Ինչու՞։ Ապարտեք ես չեմ գալիս։ Ո՞ն է։ Ո՞ն ես ուզում, գունավորը թե սպիտակը։ Հա։ Հաստատ։ Ուրախ ես, որ գնալու ես։ Հիմա դու ինչ ես ուտելու կինոյի ընթացքում։ Ափսոս Նարեկը չի կարողացել շատ կադրեր նկարի կինոյի ընթացքից, ինձ թվում է շատ հետաքրքիր կլիներ տենալը Լեոին։ Հաջորդ անգամ ես Լեոյի հետ կգնամ ու փորձեմ նկարեմ, որտեվ իր հետ շատ հետաքրքիր է։ Բարի դիտում կյանք։ Իսկ ովքեր նոր են միացել մեր ընտանիքին, կխնդրեմ հենց հիմա բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակոճակը, գրել լիքը մեկնաբանություններ եւ այդպես։ Ձեզ բարի դիտում։ Լեո, ինչ ես եկել նայես։ Մարիո։ Սուպեր Մարիո։ Ինչպես Հայաստանում, Իսպանիայում էլ այս տարի Սուրզատիկը նույն օրն էր։ Այսօրը նաև Սկեսուր մայրիկիս ծննդյան օրն էր ու շատ հաճելի օր ունեցանք։
Թակա ունենում կոստիկ։ Բրավո, Լեո։ The AI Toolkit is live on Artlist. Every leading AI tool you need for video creation. Նարեկ եկաս։ Նարեկ ասնա։ Նարեկ։ Լեոնը շոկ օրը որոշել էր տաք ձմեռային ժիլետ անել, ոչ մի կերպ չկարողացանք հակառակը համոզել։ Իսպանիան պետական կրոն չունեցող երկիր է, բայց դրանից զատ այստեղ մեծ ուշադրությամբ ու շուքով նշում են գրեթե բոլոր եկեղեցական տոները, կազմակերպելով թե պատարակներ, թե փողոցային երթեր։ Ու դա ուղղակի պետքա տեսնել, զգալ մարդկանց հավատն ու հոգևոր կապը առ Աստված։ Զատիկի հաջորդ օրն է ու այսօր էլ որոշեցին գալ իմ սիրած այգու հենց այս հատվածը, նորից մի փոքր նշենք Սուրբ Զատիկը, ու այստեղը ես եմ բացահայտել ու վերանվանել եմ իմ անունով, Մերիի մոտ։ Հեսա մանգանամ։ Մամա չես նկարում։ Նկարում եմ, որ հետո տենանք քեզ ուրախանանք։ Ինչու իմ Լեոնից նկարում։ Որտեվ քեզ շատ եմ սիրում։ Նա, Քո մոտ անձեռնոցի կա քո բեքանը։ Վայ, առողջություն ունի։ Կողմի վրա, այն կողմի վրա դի։ եկել ենք մեր շատ սիրելի այգում, նորից նշում ենք Սուրբ Զատիկը։ Այսօր կանացով ենք որոշ Այո։ Զիվիչնիկի Զատիկան։ Այո։ Եվ գումարած մեր Լեոն։ Ուրախ Զատիկ։ Մերը չի շեպտում։ Ուրախ Զատիկ։ Հարևս։ Լեոնին զգում է ինչպես տանը, խաղացել է ջրերով, դա իր շատ սիրած խաղերից է, ու հիմա ամբողջ ջրերը թաց է։ Նու, շալվարը ավելի կոնկրետ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ, իսկ ովքեր նոր միացան մեր էջին, բաժանորդագրվեք, գրեք ձեր մեկնաբանությունները, համբուրում եմ, մինչ նոր հանդիպում։